Ողջույն բոլորին, մի լուրով եմ ուզում ձեզ հետ կիսվեմ, կարծում եմ ծնունդով հայաստանցիներից շատ-շատերի համար շատ ուրախալի լուրով, քիչ առաջ ուրեմն կարդում էի Հայաստանի Հանրապետության կառավարության լրահոսը և Արդարադատության նախարարության ինտերնետային կայքում տեսա, որ ուրեմն ԴՕԿ կուսակցությունը պարզում է այդպիսի կուսակցություն իրականում գոյություն ունի, ես կարծում եմ դա ուղղակի հեքիաթ է, ուրեմն ԴՕԿ կուսակցությունը դիմել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարությանը կուսակցության անվանումը փոխելու խնդրանքով և հաշվի առնելով կուսակցության մեծածավալ անդամների ուրեմն քանակին և ընդառաջելով մայիսմեկյան աշխատավորների օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարությունը բավարարել է ԴՕԿ կուսակցության անդամների ուրեմն խնդրանքը և փոխել է ուրեմն ԴՕԿ կուսակցության անունը։ Այսօրվանից 2025 թվականի մայիսի 1-ից ԴՕԿ կուսակցությունը կկոչվի ԲՍՍԿ։ Այն կարդացվում է Բերանային սեքսի սիրահարների կուսակցություն, ԲՍՍԿ, Բերանային սեքսի սիրահարների կուսակցություն։ Ուրեմն կուսակցությունն էլ դիմել է, շնորհակալություններ հայտնել ուրեմն նախարարությանը, դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որպեսզի միանան կուսակցությանը, անդամագրվեն կուսակցության շարքերին, ճակատագրի բերումով այդպիսի ուրեմն սիրահարները և մասնագետները Հայաստանում դրանց պակաս չկա, ԲՍՍ-ի նկատի ունեմ, դրա համար կուսակցության վարչությունը դիմել է լայն զանգվածներին, որպեսզի ուրեմն համատեղ ուժերով ուրեմն ԲՍՍԿ-ի ուրեմն եթերային այդ նկարահանումների, դիտումների քանակը 400,000-ից հասցնեն 1-2 միլիոնի, որպեսզի հասնեն իրենց վերջնական նպատակին և ինչպես իրենք միշտ ամենուր գրում են մեկնաբանություններում, ԴՕԿ վարչապետ, որպեսզի իրենց ղեկավարը, իրենց առաջնորդը դառնա ուրեմն վարչապետ։ Շնորհավորում եմ այս կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ուրեմն հպարտ քաղաքացիներին, որոնք լսում են ղեկավարին, նրանց առաջնորդին սիրում են, համակրում են, հավակնում են, համակրում են, պատրաստում են միանալու այդ կուսակցությանը և ցանկանալ ամենայն բարիքներ։ Դրա հետ միասին կուսակցության ուրեմն վարչությունը դիմել էր Երևանի քաղաքապետարանին, թույլատվություն էր խնդրել, որպեսզի իրենց թույլ տան քաղաքի հանրային տարածքում շաբաթական 2 անգամ հավաքվել և ուրեմն ցույց կազմակերպել ի պաշտպանություն, ի աջակցություն իրենց ուրեմն ղեկավարին։ Եվ քաղաքապետարանը պարոն Ավինյանի գլխավորությամբ թույլ էր տվել ԴՕԿ կուսակցության անդամներին երկուշաբթի և հինգշաբթի օրերը հավաքվել ամերիկյան դեսպանատան հարակից տարածքում, կազմակերպելու մոմավառություն, աղոթք, ասեց քաղաքապետարանը ասել էր, բայց նաև տորթը չմոռանաք, տորթը, եռագույնը, պաստառները չմոռանաք, որպեսզի միջոցառում անցնի շատ կազմակերպված, որպեսզի ներկաները, որոնք Հայաստանի հպարտ քաղաքացիներ են, որոշ սուտի մուտի ուրեմն լավ տղերքի մամաները, պապաները, քույրերը, կանայք, ուրեմն դիմեն ամերիկյան կառավարությանը, խնդրեն, որպեսզի պաշտպանի իրենց ղեկավարին, նրան չարտաքսի Հայաստան, բայց նրան անպայման ազատ արձակի, որտեղ նա ուրեմն ազատ խոսքի բռնավոր է և նա մնա Միացյալ Նահանգներում և շարունակի այնտեղից իր կեղտաբերան ուրեմն աղբը թափել Հայաստանի ուրեմն ծնունդով հայաստանցիների նմանատիպ որակական հատկանիշներով օգտված ուրեմն խավերի ուղեղներին։ Եվ ինչպես նաև կուսակցությունը, ԲՍՍԿ կուսակցությունը հայտնում է, որ
ուրեմն կուսակցության մյուս մասնաճյուղը, որը գտնվում է Հայաստանի երկրորդ ուրեմն մայրաքաղաք Լոս Անջելեսում, ամեն երեքշաբթի եւ ուրբաթ օրը կհավաքվեն հայերի կողմից սիրված, շատ սիրված ուրեմն ամերիկանա կոչվող առևտրային կենտրոնի տարածքում, կամ ինչպես կարելի ասել այդտեղի օղակային հրապարակում, եւ այնտեղից ուրեմն նորից եռագույնով ուրեմն պաստառներով անպայման հայկական ազգային տարազով, այսինքն մորու կրծքավանդակին ուրեմն եռագույն, մեջքին ուրեմն իրենց առաջնորդի նկարը, բերանին կրեսիկ, անպայման կրեսիկը չանեք, որ հանգարց բերանը ուրիշ բան չմտնի, ճանճ բան չմտնի, ուրեմն այդ ամերիկանայից էլ այդ 2 մետրանոց զոր հետևորդները, ինչպես նաև Welfare-ի եւ Food Stamp-ի եւ ամերիկյան հարկատուների վզների նստած զրյակերները, չաշխատող, իրենց դորոշակներով, մեքենաներով կշարժվեն ոտքով մինչև Լաս Վեգաս, որպեսզի այնտեղ գտնվող զբոսաշրջիկներին եւ այդ սրիկա խաղամոլներին, որոնք եկել են իրենց գումարները ծախսելու ուրեմն Լաս Վեգասում, ցույց տան, թե իրենք ովքեր են, ցույց տան իրենց ազգային դեմքը, իրենց ազգային արժանապատվությունը եւ ցույց տան, թե իրենք ինչպես են պայքարում, չէ, թուրքի դեմ չէ, անարդարության դեմ չէ, հայ գերիներին ետ բերելու համար չէ, պայքարում են իրենց կուսակցության, իրենց սիրելի լիդերի ղեկավարի, իրենց նոր անվանված ԲՍՍ կուսակցության, Բերանով սեքսի սիրարների կուսակցության առաջնորդի ազատության, խոսքի ազատության համար։ Այսքանը, մեկ անգամ եւս ողջունում եմ, կիսում եմ այս լավ լուրով, ի ուրախություն Հայաստանի Հանրապետության ուրեմն մեծ զանգվածների, իրենց սրտով, իրենց ցանկացած լուրի կապակցությամբ, շնորհավորում եմ, ցանկանում եմ շուտապույտ միանալ այդ կուսակցությանը, օնլայնել շարքերը, դիտումները հասցնել մի 2 միլիոնի, ուրեմն կուսակցության անդամների քանակներ 1.5 միլիոնի, որպեսզի 2026 թվականի ընտրություններում լիակատար հաղթանակ տանեք բոլոր ուրեմն խելամիտ ժամանակակից հայրենասեր, ես չգիտեմ, առաջնորդ լավատես ուժերի նկատմամբ եւ գաք իշխանության, որպեսզի Հայաստանը դարձնեք ԲՍՍԿ, բայց այս անգամ, այսինքն Հայաստանը դարձնեք բերանով սեքսի սիրարների կենտրոն արդեն, ԲՍՍԿ-ն վերածեք ԲՍՍԿ-ի կուսակցությունը վերածեք կենտրոնի։ Ամենայն բարիքներ, Աստված ձեզ դատավոր։